Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս, Հիսուս Քրիստոսի անունով օրհնում եմ յուրաքանչյուրիս եւ Հիսուսի սերն եմ խնդրում, որ Աստված լցնի մեր սրտերում։ Սեր, որ ներում է մեղավորին, սեր, որ ետ դարձի հնարավորություն է տալիս, սեր, որ չի մեծամտանում, սեր, որ չի խաբում, սեր, որ իր շահը դիմացինից բարձր չի դասում, սեր, որ սիրում է առանց որևէ պայմանների, սեր, որ իր սիրո դիմաց պատասխան չի ակնկալում, սեր, որ չի նայում մեր գեղեցկությանը, մեր դիպլոմին, մեր հարուստ լինելուն, մեր խելացի լինելուն, սեր, որ մշտապես է սիրում, սեր, որ կախված չի մեր լավը լինելուց կամ չլինելուց, եւ անգամ սեր, որ կախված չի մեր հավատալուց կամ չհավատալուց, սեր, որ բժշկում է։ Հայր Աստված, ես աղոթում եմ Տեր ու խնդրում եմ, որպեսզի այնպես աշխատես մեր սրտերի հետ Տեր, որ մենք գանք քո առաջ եւ խնդրենք, որ մեր սրտերը քննես, քո հետ միասին, խոսքդ առած քննենք մեր սրտերը, որ հանկարծ մեր սրտերում խաբեություն ու չարիք չլինի, չմնա այնտեղ դառնության պտուղներ առաջացնի, որտեղ մենք խոսում ենք մեր սրտի լիությունից, ինչ կա մեր սրտում, դա էլ խոսում ենք Տեր, որ մեր շուրթերը կեղծող, ստող, սուտ վկայություն շրթունքներ չլինի, որ մեր շուրթերից մեղր չհոսի, բայց մեր սիրտը գարշելի ու զզվելի լինի քո առաջ, մեր սրտերում լինի նախանձ, մեր սրտերում լինի անհաշտություն, մեր սրտերում լինի անհավատություն եւ ատելություն, որպեսզի խաբնված չմնանք, Տեր, եթե մեր սրտերում կա աններողամտություն, անգամ որ չգիտենք, որ մենք ինչ-որ մեկին չենք ներել, այնպես փոխի մեր սրտի դիրքը, որ խնդրենք քեզ, որ ցույց տաս մեզ, ոչ թե ընտրենք չիմանալ, բայց ներսից քայքայվենք, զրկվենք, պատնեշ առաջանա մեր մեջ, զրկվենք քո օրհնությունից, Տեր ողորմի եւ օգնի մեզ։ Հիսուսի անունով աղոթեցի, ամեն։ Հիմա եկեք անդրադառնանք ելգրքին եւ հիմա մենք անցնում ենք 9-րդ գլխին։ Կարդանք այսօրվա հատվածը, մենք այսօր երկու հատվածներ ենք կարդալու եւ մեկնաբանելու։ Տերն ասաց Մովսեսին. «Գնա փարավոնի մոտ եւ խոսիր նրա հետ, թե Եբրայեցիների Տեր Աստված այսպես է ասում. Արձակիր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ։ Եթե չուզենաս արձակել եւ դեռ պինդ պահես նրանց, ահա Տիրոջ ձեռքը կգա դաշտում գտնվող քո հոտերի վրա, ձիերի վրա, էշերի վրա, ուղտերի վրա, արջառների եւ ոչխարների վրա, եւ շատ մեծ կոտորած կլինի։ Տերը կզատորոշի իսրայելցիների հոտերը ու եգիպտացիների հոտերը, եւ Իսրայելի որդիների մի անասունն անգամ չի սատկի։ Տերը ժամանակ որոշեց ասելով. վաղը Տերը կանի այս բանը երկրի վրա։ Հետևյալ օրը Տերն արեց այդ բանը, այսինքն եգիպտացիների բոլոր հոտերը սատկեցին, իսկ Իսրայելի որդիների հոտերից մեկ հատն էլ չսատկեց։ Փարավոնը մարդ ուղարկեց եւ իմացավ, որ Իսրայելի հոտերից մեկ հատ էլ չի սատկել։ Փարավոնի սիրտը կարծրացավ եւ նա ժողովրդին չարձակեց։ 5-րդ պատոհասից առաջ Աստված Մովսեսին ասում է, որ զգուշացնի Փարավոնին, չնայած ժամկետը կարճ է, հա, ոնց որ պատուհանը զղջալու եւ հետ դառնալու կարճացրել է Աստված։ Տերն ասաց Մովսեսին. «Գնա Փարավոնի մոտ եւ խոսիր նրա հետ»։ Ողորմած լինելով Աստված Մովսեսին ասաց եւս մեկ անգամ նախազգուշացում տալ, որպեսզի Փարավոնը հնարավորություն ունենա զղջալու եւ ետ դառնալու չար ճանապարհից։ Ճիշտ հասկանանք, ով է այստեղ ողորմածը, ոչ թե Մովսեսը, Մովսեսը ընդամենը կատարում է Աստծո հրամանը, այլ Աստված է ողորմած, որտեվ դա նրա էությունն է։
Թե եբրայեցիների Տեր Աստված այսպես է ասում. «Արձակիր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ»։ Աստծո այս երկու բանն էլ, որ ասում է, հստակ է դառնում մեզ համար երկու կարևոր բան Աստծո այս խոսքերի մեջ։ Առաջինը, որ Իսրայելի ժողովուրդը պատկանում էր Աստծուն, այլ ոչ թե փարավոնին։ Երկրորդ, պարզ էր, որ Աստված ուզում էր, որ փարավոնը թույլ տար Իսրայելի որդիներին գնալ ավելի շատ Տիրոջ համար եւ ոչ այնքան Իսրայելի որդիների համար։ Այսինքն փարավոնը պիտի ենթարկվեր Աստծուն, քանի որ նա Աստված էր, եւ աներ այդ ամենը ոչ թե Իսրայելի որդիների խաթեր, այլ Աստծո խաթեր, Աստծո համար։ Փարավոնը պատասխանատու էր Իսրայելի հետ լավ վարվել Տիրոջ խաթեր համար եւ ոչ այնքան Իսրայելի համար։ Նույն կերպ մենք պետք է միմյանց հետ լավ վարվենք, ոչ միայն մեր այն մարդու համար, ում հետ լավ վարվենք, այլ հենց Տիրոջ համար։ Նույն ձև մեր վերաբերմունքը Իսրայելի հանդեպ պետք է լինի Տիրոջ խաթեր։ Մենք դա պարտական ենք Աստծուն։ Եթե չուզենաս արձակել եւ դեռ պինդ պահես նրանց, ահա Տիրոջ ձեռքը կգա դաշտում գտնվող քո հոտերի վրա եւ թվարկում է բոլոր կենդանիներին։ Տերը կզատորոշի իսրայելցիների հոտերը ու եգիպտացիների հոտերը, եւ Իսրայելի որդիների մեկ անասունն անգամ չի սատկի։ Աստված փարավոնին եւս մեկ անգամ զգուշացրեց, որ մեկ այլ սարսափելի պատուհաս է մոտենում, այս անգամ մահվան պատուհաս կենդանիների համար, որը լրջորեն վնասելու էր Եգիպտոսի անասուններին եւ բնականաբար մարդկանց, որտեղ անասունների մեռնելով մարդկանց վրա սով էր գալու։ Բայց Աստված ասում է, որպեսզի նորից իմանաս իմ զորությունը, Իսրայելի ժողովրդի անասուններին ոչինչ չի լինի։ Ես դա անում եմ, որ դու հասկանաս, որ դրանք իմ ժողովուրդն են, ինձ են պատկանում եւ դու պիտի իրենց արձակես, ես նրանց հետ պիտի վարվեմ այնպես, ինչպես ես եմ ցանկանում ու տանեմ այնտեղ, որտեղ ես եմ ցանկանում։ Եվ Տերը ժամանակ որոշեց ասելով. «Վաղը Տերը կանի այս բանը երկրի վրա»։ Հետևյալ օրը Տերն արեց այդ բանը, այսինքն եգիպտացիների բոլոր հոտերը սատկեցին, իսկ Իսրայելի որդիների հոտերից մեկ հատն էլ չսատկեց։ Մենք հասկանում ենք, որ Աստված անտեղի չի զգուշացնում, անտեղի բան չի անում, չի գալիս։ Մենք մարդիկս ոնց ենք երեխեքին ասում, խելոք չմնաս, հեսա ծեծելու եմ, սուտ ենք ասում։ Խափում ենք, Աստված այդպես չի, Աստված զգուշացնում է, բայց երբ որ անելու է, անում է, չի հետաձգում, ոչ մի վարքյան այս կողմ, ոչ մի վարքյան այն կողմ, ինչ ասել է, այդպես էլ անում է։ Եվ այս պատուհասն էլ ուղղված էր եգիպտական Հաթոր Չաստո դեմ, որը համարվում էր մայր Աստվածուհի եւ կովի կերպարանք ուներ։ Բացի այդ, եգիպտական կրոնում անասունները սուրբ էին համարվում եւ կովը հաճախ պտղաբերության խորհրդանիշ էր։ Աստված ցույց է տալիս փարավոնին եւ ամբողջ Եգիպտոսին եւ ինձ ու քեզ, որ ինքն ավելի հզոր է, քան այս ենթադրյալ հեթանոս չաստվածը ու չաստվածները։ Նա ամենակարողն է մեր Աստվածը, ամենազորավորն է։ Ինչ որ միտեղ սխալ է, երբ ասում ենք ամենա, որովհետև այդպես համեմատում ես, համեմատություն չկա որևէ մեկը, որին կարելի է համեմատել կենդանի Աստծո հետ։ Աստված է կյանքը, կյանքի աղբյուրը եւ ամեն բան ու ամեն պտղաբերություն նրանից է գալիս։ Կովին նայելով չես հղիանալու, կովին աղոթելով չես հղիանալու, կովի կերպարանքով ստեղծված Աստծուն նայես, դաշտիտ պտուղները չեն շատանալու։ Այդ ամենը Եհովա Աստծո ձեռքերում է։ Անգամ մեկնաբաններից մեկն ասում է, որ պատմական մի հին արձանագրություն կա մի ճակատամարտի մասին, որը եգիպտացիները պարտվում են, քանի որ իրենց թշնամիները, իմանալով իրենց մոտեցումը անասունների վերաբերյալ, անասունների նախիր են դնում իրենց զորքերի առաջը։ Եվ այն իօկուտ թշնամու է գործում, քանի որ եգիպտացի զինվորները չեն սպանում կենդանուն, վախենալով չեն կրակում, կամ նետեր գցում, վախենալով պատահաբար սպանել անասուններին, որոնք նրանք համարում էին սուրբ, եւ այդպես իրենք են կոտորվում։ Փարավոնը մարդ ուղարկեց
եւ իմացավ, որ Իսրայելի հոտերից մեկ հատ էլ չի սատկել։ Մովսեսը փարավոնին ասաց, որ իսրայելցիները կփրկվեն, եւ փարավոնը ուրեմն հավատացել էր, եւ դրա համար մարդ էր ուղարկել, որ հաստատի, դա այդպես է թե ոչ։ Այնուամենայնիվ նա չփոխեց իր սիրտը, երբ ապացուցվեց, որ Մովսեսը եւ Մովսեսի Աստված, Եհովա Աստված, բացարձակապես ճիշտ էին։ Փոխարենը փարավոնի սիրտը կարծրացավ, եւ նա ժողովրդին չարձակեց։ Եվ սրանից հետո սկսվում է 6-րդ պատուհասը, եւ այն այս անգամ տեղի է ունենում առանց նախազգուշացման։ Կարդանք հատվածը։ Տերն ասաց Մովսեսին եւ Ահարոնին. լցրեք ձեր ձեռքերը հնոցի մոխրով, թող Մովսեսը փարավոնի առաջ այն շաղ տա դեպի երկինք։ Եգիպտոսի ամբողջ երկրի վրա փոշի կլինի, եւ խոցեր առաջացնող ուռուցքներ կհայտնվեն Եգիպտոսի ամբողջ երկրի մարդկանց ու անասունների վրա։ Նրանք վերցրին հնոցի մոխիրը ու կանգնեցին փարավոնի առաջ։ Մովսեսը այն շաղ տվեց դեպի երկինք, եւ մարդկանց ու անասունների վրա խոցեր առաջացնող ուռուցքներ հայտնվեցին։ Մոգերը չկարողացան կանգնել Մովսեսի առաջ ուռուցքների պատճառով, որովհետև ուռուցքներ առաջացան նաև մոգերի եւ բոլոր եգիպտացիների վրա։ Տերը կարծրացրեց փարավոնի սիրտը, եւ նա չլսեց նրանց, ինչպես որ Տերն ասել էր Մովսեսին։ Տերն ասաց Մովսեսին եւ Ահարոնին. լցրեք ձեր ձեռքերը հնոցի մոխրով, թող Մովսեսը փարավոնի առաջ այն շաղ տա դեպի երկինք։ Հասկանում ենք, որ Աստված ամեն բան կարող է օգտագործել թե իր դատաստանը բերելու, թե իր բժշկությունը անելու համար։ Ինչու՞, որտեղ Աստված է արարիչը, ամեն բան ինքն է արարել, եւ ամեն բան, թե բնության մեջ, թե տիեզերքում ենթարկվում է Աստծո ձայնին ու կամքին։ Եվ նաև տեսեք, ոչ մի պատուհասներից մեկը թաքուն չի արվում, արվում է հենց փարավոնի եւ նրա այդ արքունիքի մոգերի ու ժողովրդի աչքի առաջ։ Աստված ոչինչ թաքուն չի ասում։ Աշխարհի վերջի մասին էլ, այդ ամեն բանի մասին էլ Աստված չի թաքցրել, ամեն ինչ իր խոսքում գրված է եւ ներկայացված է մեզ։ Այն, ինչ անհրաժեշտ է, որ մենք իմանանք, Աստված մեզ տեղյակ է պահել։ Ոչ մեկ չի կարող ասի, ես չգիտեի։ Եգիպտոսի ամբողջ երկրի վրա փոշի կլինի եւ խոցեր առաջացնող ուռուցքներ կհայտնվեն Եգիպտոսի ամբողջ երկրի մարդկանց ու անասունների վրա։ Ինչպես ասեցի, խոցերի պատուհասը գալիս է Եգիպտոսի վրա առանց նախազգուշացման։ Մենք ասեցինք, որ Աստված ողորմած է, այո, բայց Աստված նաև ունի համբերության բաժակ, եւ նաև իր ողորմածությունը ինքնիշխան Աստված որոշում է, երբ դա օգուտ կբերի, երբ վնաս։ Աստված շատ ողորմածաբար մի քանի անգամ նախազգուշացրել էր փարավոնին, բայց այս անգամ ինքնիշխան Աստված չի նախազգուշացնում, հնարավորություն չի տալիս փարավոնին իր ուղին փոխելու համար։ Եվ սա առաջին պատուհասն է, որ վտանգի է ենթարկում կենդանիներից բացի նաև մարդկանց կյանքը։ Եվ սա փարավոնի համար ամենասարսափելի նախազգուշացումը կարող էր լինել։ Եթե փարավոնը նորից իր սիրտը չկարծրացներ ու չհամառեր, ապա վերջին պատուհասը, երբ փարավոնի ու ողջ Եգիպտոսի առաջնեկները մեռան, դա չէր լինի։ Չարիքը մենք ենք մեր գլխին բերում։ Բայց մեղադրում ենք Աստծուն, չհասկանալով, որ մենք ենք հակառակվում Աստծուն։ Նրանք վերցրին հնոցի մոխիրը ու կանգնեցին փարավոնի առաջ։ Մովսեսը այն շաղ տվեց դեպի երկինք, եւ մարդկանց ու անասունների վրա խոցեր առաջացնող ուռուցքներ հայտնվեցին։ Հին եբրայերեն այդ խոց բառի հիմքում ընկած է այրվել միտքը, այսինքն այս խոց ուռուցքները այտուցված էին, կարծես վառվում էին մեջից, ցավոտ էին, ու դրանք եւ բոլոր մարդկանց եւ բոլոր կենդանիների վրա էին, բացի իսրայելցիներից։ Հիմա տեսնում ենք, թե ինչ ազդեցություն էին այդ խոցերը թողել եգիպտական մոգերի վրա։ Մոգերը չկարողացան կանգնել Մովսեսի առաջ ուռուցքների պատճառով, որովհետև ուռուցքներ առաջացան նաև մոգերի եւ բոլոր եգիպտացիների վրա։ Այս պատուհասը ամենայն հավանությամբ ուղղված էր եգիպտական չաստծո իմ հոտեպի դեմ,
ով համարվում էր բժշկության չաստվածը։ Նույնիսկ նրանք, ովքեր համարվում էին եգիպտական չաստվածներին ամենամոտ գտնվողները, Փարավոնը ու նրա արքունիքի մոգերը, չկարողացան խուսափել այս պատուհասից կամ ոչ էլ բժշկվել, որը ցույց էր տալիս, որ այդ կեղծ աստվածները ոչինչ են ու ոչինչ էլ չեն կարող անել իրենց երկրպագողներին օգնելու համար, ուր մնաց փրկելու համար կենդանի Աստծո ձեռքից, նրա զայրույթից ու ցասումից։ Տերը կարծրացրեց Փարավոնի սիրտը, եւ Փարավոնը չլսեց Աստծուն։ Նախկինում Աստված հայտարարել էր, որ կկարծրացնի Փարավոնի սիրտը։ Դա մենք տեսանք Ելից գրքի 4:21-ում, 7:3-ում։ Եվ սա դրա իրականացումն էր։ Սակայն դրանից առաջ առնվազն 6 անգամ մենք տեսանք, որ Փարավոնը ինքը նաև կարծրացրեց իր սիրտը։ Մենք տեսնում ենք, որ Աստծո կողմից Փարավոնի սրտի կարծրացումը Փարավոնի որոշման, Փարավոնի նպատակի հաստատումն ու ամրապնդումն էր։ Այսինքն Աստված կարծացնում է նրանց, ովքեր իրենք կարծացնում են իրենց սիրտը։ Մեր սիրտը, մեր միտքը կարծրանում է, երբ մենք Աստծո կոչերին, նախազգուշացումներին, Աստծո կանչին ու կամքին անհնազանդ ենք։ Այդ կարծրացումը մեր անհնազանդության արդյունքն է, մեր անհնազանդության հետևանքն է։ Մեր անհնազանդությունը անհետևանք չի մնում։ Իրականում բոլոր պատուհասները Աստված նախատեսել էր մեղմացնելու Փարավոնի սիրտը, բայց այստեղ եթե կա, Աստծո նպատակը դա էր, եթե Փարավոնը պատրաստ լիներ ենթարկվել, զղջալ ու ետ դառնալ։ Աստծո բարի նպատակները քեզ համար կգործեն, եթե դու հնազանդվես, անձնատուր լինես Աստծուն։ Ինչպես որ Տերն ասել էր Մովսեսին, ամեն ինչ ընթացավ Աստծո ծրագրի համաձայն, նույնիսկ Փարավոնի սրտի կարծրանալը։ Այսքանը այսօր, սիրելի հարազատ մարդ, մի կարծրացրու քո սիրտը, թող այսօր լինի քո ապաշխարության ու դարձի օրը, թող այսօր քո վերստին ծննդյան օրը լինի, թող այսօր Սուրբ Հոգին գործի եւ քեզ ծնկի բերի, թող այսօր գոռոզությունդ մի կողմ դնես, մեղքերի մեղքը մի կողմ դնես, խոնարհվես Աստծո առաջ։ Սա է իմ աղոթքը, սա է իմ փափագն ու տենչանքը, եւ սա է իմ խնդրանքը Աստծուն։ Ամեն։